Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագրի բոլոր 28 կետերը հրապարակվել են ու դե նաև փոխանցվել են Ուկրաինային, որ այնտեղ ծանոթանան։ Արդեն ակնհայտ է, որ այն ինչի մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները ճիշտ է։ Թրամփը Զելենսկիին առաջարկում է հրաժարվել Դոնբասի այն հատվածներից, որոնք դեռ վերահսկում է, մոռանալ Ղրիմի մասին, կրճատել բանակը ու այդպես շարունակ։ Իսկ թե ինչ է վերահսկում Զելենսկին, կարող եք տեսնել քարտեզի վրա։ Դոնբասի այն վերևի հատվածը, այսինքն Դոնեցկի շրջանը, որ տեսնում եք, Դոնեցկից մի փոքր վերև, այնտեղ երկու քաղաք է մնացել, որտեղ այսինքն դեռ ռուսները չեն մոտեցել այդ քաղաքներին, այնտեղ թեժ մարտեր են, բայց մոտենում են եւ առաջարկի գլխավոր կետը այն է, որ այդ երկու քաղաքի եւ հարակից տարածքների այդ ամբողջ շրջանը Թրամփը փաստորեն առաջարկում է, որ Ուկրաինան հանձնի Ռուսաստանին։ Մնացած հատվածը արդեն կվերածվի շփման գծի, բայց տեսնենք ինչ կլինի։ Ուկրաինան պատրաստակամություն հայտնել է քննարկել այս կետերը, թեև Ռուսաստանին տարածք զիջելուն դեմ է սկզբունքորեն։ Թե ինչի սա կհանգեցնի, խաղաղություն կլինի թե ոչ, դեռ վաղ է ասել, բայց խաղաղության այս փորձն ինքնին շատ խոսուն է։ Օրինակ ռուսների հետ բանակցել նոր են տվել 28 կետերը Ուկրաինային, այսինքն սա ռուսական կողմի հետ համաձայնեցված է, թե ոչ, կարևոր հարց է։ Որոշ փորձագետներ համոզված են, որ Ուկրաինային, նույնիսկ Եվրոպային Թրամփը չի էլ հարցնում։ Ավելին ոմանք կարծում են, որ Ուկրաինայում բռնկված կոռուպցիոն մեծ սկանդալը ամերիկացիները կարող են օգտագործել Զելենսկին հավելյալ ճնշելու համար, թեև դրա կարիքը գուցե չկա էլ, առանց այն էլ ամերիկյան աջակցությունը վճռորոշ է։